սիրո վրայով, մեր հայ եղբայրն խոսեց ներելու վրայով։ Հիմա Աստված մեզ սիրում է եւ մեզ ներել է։ Չէ, այդպես է թե չէ։ Ես ոնց կարամ ներեմ, որ չեմ սիրում։ Հիմա եղբայրը խոսում էր, որ պիտի ներենք։ Այո, պիտի ներենք, բայց ոնց ներենք։ Ոնց ներեմ նրան, որ ներում չես կարող ներես։ Ես մի պատմություն կա, այդպես կարող է պատմած լինեմ, այսի կարճ կպատմեմ, մեր ժամանակը քիչ է, մի քանի Աստծո խոսքից համար եմ ուզում կարդալ, բայց մի քույրիկ կոմունիստների ժամանակ, որ երիտասարդ, ակտիվ տիրոջը ծառայող, այդ գաղտնի Աստվածաշունչը տպագրում էին, տանում էին, բաժանում էին, վերջ աշխատել է հոգևոր ծառայության այգու մեջ եւ իր հետ ծառայող քույրիկը մատնում է իրան։ Այդ մատնության պատճառով իրան բռնում են եւ ուղարկում են Սիբիր, ուղարկում են Գուլագ։ Հիմա մենք եթե չեմ սխալվում, անգամ այս մասին ամսաթերթի մեջ պիտի տպած լինենք, շատ այդ կարող կարդացած լինենք, ուղղակի հիշեցնում եմ։ Հիմա այս երիտասարդ քույրիկը ինչ տառապանք է կրում ընդ, ինչ տառապանք է կրում ընդ, պատկերացնում եք։ Դա երիտասարդ կյանքի մեջ Քրիստոսի անունի համար չի ուրացել Հիսուսին։ Որ ուրանար չէին ուղարկի, չուրացավ, ուղարկեցին, այնտեղ հավատարիմ մնաց, չուրացավ Հիսուսին։ Եվ հասավ այն աշճանի, որ մահամերձ հիվանդացավ։ Եվ այդ մահամերձ հիվանդության մեջ արդեն մահացած է կարելի ասել, իրան տանում են միտեղ, որտեղ արդեն մեռնողներն են, պիտի մեռնեն, տանեն թաղեն։ Եվ ինքը այդտեղ ուրախանում է, ասում է փառք Աստծո։ Երկար պատմություն է, ուղղակի մի քանի խոսքով պատմում եմ։ Ասում է փառք իմ հորս, վերջապես իմ երազանքը կատարվի, կեթամ հորս մոտ, դե այսքան ես ապրել եմ երկինք եթալու համար, եթե Աստծո կամքն է, զատո այս դժվարությունից, այս նեղությունից կպրծնեմ, այս տառապանքից կպրծնեմ, կեթամ հորս մոտ։ Ու այդ պահին, որ արդեն մահամերձ է, վերջի շունչը պիտի փչի, ու սպասում է, որ հեսա Հիսուսը պիտի գա իր հետևից, տենում է, որ եկել է սատանան իր հետևից։ Աղաղակում է Հիսուս, Հիսուս, ինքը իմ հետ ինչ գործ ունի, ես քեզ եմ ծառայել, քո անունի համար կյանքս եմ դրել, ինչ գործ ունի։ Հիսուս հայտնվում է եւ ասում է. դու քո սրտի մեջ քո քրոջը քեզ մատնողին չես ները, ատում ես իրան, չես կարող բաց թողես քո սրտից։ Իսկ իմ խոսքն ասելա չներես, չես ներվի, ներես կներվես, խոսքս վեր է ամեն բանից։ Դրա համար իրավունքը քեզ թույլ չի տալի երկինք մտնելու։ Նորես է աղաղակում է Տեր, հնայություն տու, ներում եմ Տեր, եւ Աստված կյանք է տալ։ Այդ քույրիկը հետո բժշկվում է, ապրում է եւ ասեմ ներում է այդ անձնավորությունը եւ այս իր վկայությունը տալիս է։ Մարդը իր կյանքը դրել էր Հիսուսի համար։ Մահանում էր հալածվելով Հիսուսի փառքի համար, բայց իր սրտի մեջ որ չէր կարող ներեր, իրավունքը թույլ չէր տալ իր երկինք մտնելու։ Խի։ Արդյոք այդ մարդը արժանիք ուներ ներման։ Դա Տերը կորոշեր։ Արժանիք չուներ, Տիրոջ դատապարտությունը գար։ Ասում է դու ների, դու վրեժխնդիր մի եղի, դու սիրի եւ դրանով ինչ կանես։ Իրան գլխի կնստնես, չէ, ասում է։ Իրա գլխին կրակի կայծեր կդիզվի։ Տերը կբերի դատապարտությունը, բայց դու մի արա քո ձեռով, քո գործը ուրիշ բան է։ Հիմա հարցը ինչումն է։ Խնդիրը սանում է, ես կարող եմ շատ բան անեմ։ Օրինակ հերոսներ են եղել հանուն հայրենիքի մեռել են։ Դու էլ կարող ես լավ հերոս ես, հանուն հավատքի ես մեռնում։ Բայց Քրիստոս կյանքի ճանաչողության մեջ կյանքը տալ Քրիստոսի համար, սա ուրիշ բան է։ Խոսքը սանում է, դու այդ կյանքը ունես քո մեջ Աստվածային, թե չէ։ Սիրելիներ, առանց Հիսուս ունենալու, այդ կյանքը քո մեջ ունենալու, դու ոչ մեկին չես կարող ներես։ Եվ դրա համար շատերը չներելու պատճառով չեն ապրում խաղաղ եւ ուրախ կյանք, ապրում են տառապալից կյանք։ Խաղաղություն չկա, հանգստություն չկա, ուրախություն չկա, որովհետեւ ներում չկա։ Դրա համար Աստված ասում է, որ դու ներես, որ դու խաղաղ ապրես։ Եթե ինքը արժանի չի, մի հատ հարց տամ։ Եթե ինքը արժանի չի, ավոր արժանի չի, բա իրան այդքան արժանիք որ դուս որ քեզ խանգարի դու երկինք եթաս, դա ես միշտ ասում եմ։ Ախր եթե մեկը ինձ ընենց արե որ ինքը ոչ մի բանի արժանիք չունի, բա իր արժանիք չունենալու պատճառով ես դժոխք եթամ։ Իմ սրտից բաց թողեմ, թող ինքը իր Աստված
ոնց ուզում է իր կյանքը դասավորի, բայց ես իմ Աստծո առաջ խաղաղ ապրեմ, խաղաղություն ունենամ իմ կյանքի մեջ։ Աստծո խոսքն ասում է ներեցեք ու պիտի ներվի, չէ՞ ձեզի։ Հոյանցնես չի ասում։ Գիտես դու երբ կարաս ներես։ Երբ կարաս դու ներես։ Երբ կարաս դու սիրես նրան, որ սիրո արժանիք չունի։ Երբ որ կյանքը Քրիստոս քո մեջ բնակվում է, իր աստվածային սերն է քեզ այնց արտահայտվում, դա իր սերն է, դա իր ներողամտությունն է, որ արտահայտվում է քո կյանքից։ Դա իրան ունենալու հետևանք է, քո մարդկային զորության հետևանքը չի։ Նայեք, Առակաց գրքի մեջ, սիրելի քույրեր եղբայրներ, Առակաց գրքի մեջ, Առակաց 19-րդ գլուխ 11 խոսքում ասում է. Մարդիս իմաստությունը նրան երկայնամիտ կանի։ Մարդս, որ իմաստուն է, ով որ երկայնամիտ չի, անխելք է։ Իսկ խելացի մարդը երկայնամիտ է։ Այսինքն խելացին էլ նա է, ով ունի կյանքը իր մեջ, որովհետև գրված է Սուրբ Հոգու պտուղների մեջ, ինչ կա, երկայնամտություն կա, թե չկա։ Դա էլ իրանից է, որ ունենք, որը մեր իմաստության հետևանքն է։ Մարդուս իմաստությունը նրան երկայնամիտ կանի, եւ նրա փառքը, մարդու փառքը հանցանքը ներելն է, ասու խոսքն ասում է։ Ոչ թե փառքը չներելն է, այլ փառքը ներելն է։ Ինչի համար։ Ինչի համար, որովհետև թույլերը, վախկոտները, խեղճերը, դրանք հա խոսքից կախվող են, դրանք կախվող են, բան են մանգալի, դրանք չեն կարող ներեն, վախկոտները չեն կարող ներեն, ուժեղները կարան ներեն, հզորները կարան ներեն, մեծերը կարան ներեն, այդպես չի։ Դրա համար Աստված մեզ ներում է, որտեղ ինքը հզոր է, ինքը մեծ է, ինքը ամենակարող է եւ ինքը ուժեղ է։ Դրա համար ինքը մեզ ներում է։ Եվ դրա համար երբ որ ինքը քո կյանքում բնակվում է, քեզ դարձնում է հզոր մեկ անձնավորություն։ Եվ դրա համար մարդը, որ կարում է ների, դա նրա համար փառք է։ Անարգանք չի։ Շատերն ասում են անարգանք է, անարգանք չի, փառք է։ Կողոսացիս թղթի մեջ, Կողոսացիս 3-րդ գլխի մեջ, սիրելի քույրեր եղբայրներ, Կողոսացիս 3-րդ գլուխ 10-րդ խոսքից եմ կարդում, այսինքն 10-րդ խոսքն եմ կարդում, հետո 12-15։ Եվ հագեք նոր մարդը, որ նորոգված է գիտությունով իր ստեղծողի պատկերի պես։ Հիմա եթե դու չունես այդ նոր մարդը, չես հագել։ Դու ոնց կարաս այդ գիտությունով լեցված լինես։ Դու ոնց կարաս նրա նման լինես եւ նա պատկերի պես լինես։ Ուրեմն պետք է հագնես նոր մարդը։ Հին մարդը այնի ուրիշ բնություն ունի։ Այն ինքնակարակը, ասում է ատի, չարացի, վնասի, չներես հանգարց դրան, էդի ներման արժանիք չունի, ես հին մարդն ասում, որովհետև սատանայի բնությունն է կրում։ Բայց նոր մարդը, որ մենք հագնում ենք, իր ստեղծողի պես է, նրա գիտությունով, նրա ստեղծողի պատկերի պես, այսինքն ում պես է, Աստծո պես է, Քրիստոսն է, մենք Քրիստոսն ենք հագնում, մեր նոր մարդը Քրիստոսի նման է, այդ մարդը ուրիշ է, այն նոր մարդը կարաների։ Նոր մարդը կարաների, հին մարդը չի կարաների։ Եվ դրա համար հագած, ասում է, ուրեմն արդեն նայեք, եթե կարդում ենք 12 խոսքից, ասում է, ուրեմն հագեք ինչպես Աստծո ընտրված սուրբեր, սիրելիներ, հագեք ինչպես ընտրված սուրբեր, սիրելիներ, ողորմասիրտ գթածություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, երկայնամտություն, իրար համբերելով եւ իրար ներելով։ Եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոս քեզ ներեց, այնպես էլ դու ների, եւ այս ամենի վրա հագի սերը, որ կատարելության կապն է։ Շորժ ջան, էսի հավատացյալը պետք է ունենա, թե չունենա։ Հավատացյալը ինչով է հավատում։ Այսօր հավատացյալները աշխարհում գիտես ինչով են տարբերվում։ Որ ասում են մենք հավատացյալ ենք, հալելույա։ Դրանով տարբերվում են։ Ես այս խմբից եմ, դու այս խմբից ես։ Մենք այս եկեղեցին ենք եթում, դուք են եկեղեցին եք եթում, փառք Աստծո այսքան համարձակություն ենք անելու, որովհետև այսօր ամաչելու, վախենալու ոչ մեկ բան չունի։ Ոչ մեկին հավատացյալնելու համար ոչինչ չեն անում։ Ընդհակառակը այսօր շատ հավատացյալ լինելը պարծանք է։ Այսօր հավատացյալները սկսել են անհավատներին ճնշել, որ նրանք անհավատ են, որովհետև հավատացյալները այդքան պատիվ ու արգանք ունեն այսօր։
Եթե այն ժամանակ անհավատներն ասում են, որ ժամանակն եք, որ հավատում եք Աստված կա, սուր հավատացյանն ասում են, այդ տնաշներ, հեչ գիտությունն այսքան զարգացել է, չեք հասկանում, որ Աստված կա։ Հակառակն է դառը։ Բայց Աստծո խոսքը ո՞նց է ուզում, որ հավատացյալները տարբերվեն անհավատներից։ Հոգևորները տարբերվեն աշխարհից, սուրբերը տարբերվեն անսուրբերից։ Ինչով։ Կարդացի նոր մարդով, որի ստեղծողի պատկերի մեջ է, որ ընտրված սուրբերին սիրելի ողորմասիրտ գթացություն ունեն, խոնարհություն ունեն, հեզություն ունեն, համբերություն ունեն, ներել ունեն, երկայնամտություն ունեն, սիրով լեցված կյանք ունեն եւ խաղաղություն ունեն իրենց կյանքերի մեջ, ուրախ մարդիկ են։ Բայց շատ հաճախ էսի մեզանից այդքան։ Ինչն է պատճառը։ Ինչն է պատճառը։ Մեկը գալիս է, մի հատ որոմ գալիս է, ուրախությունը տանում է։ Հələ հարց, բա որ դու ցորեն ես, որոմը քեզից ո՞նց է տանում էդի։ Որ դու քեզ ցորեն ես համարում։ Որոմը քեզից ո՞նց է տանում էդի։ Ո՞նց է քեզ անպտուղ անում, որ ինքը անպտուղ է։ Եթե դու սուրբ ես, անսուրբը քեզ ո՞նց է անսուրբ անում։ Չէ որ դու սուրբ ես։ Ինչի՞ ես դու ուրիշին մեղադրում մի բանի մեջ, որ արդեն դու նույն վիճակի մեջ ես։ Եփեսացիսի մեջ սիրելի քույրեր եղբայրներ, նույն բանն ասում։ Եփեսացիս 4-րդ գլուխ 22-ից 24-ն եմ կարդում, հետո 30-ից 32-ը, հետո 5-ի 1-ից 2-ը։ Ուղղակի որ ամբողջը չկարդամ, բայց միտքը հասկանանք։ Եփեսացիս 4-րդ գլուխ 22 խոսքն եմ կարդում։ Եվ ձեզանից դուրս հանեք առաջին գնացքի պես եղող հին մարդը, որ խաբեության ցանկություններով ապականված է։ Էսի պիտի հանենք։ Շատ հավատացյալներ էսի չեն հանում, էսի հետները քաշ են տալի։ Մեկ-մեկ պետք է գալիս։ Էսի հանել է պետք, մեզ էսի պետք չի։ Եվ ձեր մտքի հոգով նորոգվեցեք։ Եվ նոր մարդը հագեք, որ Աստծո պատկերին պես ստեղծված է ճշմարտության, արդարությունով եւ սրբությունով։ Էսի է հավատացյալին պետք։ Այս հարցը պետք է հավատացյալը լուծի, որ մնացած հարցը իր կյանքի մեջ լուծվի։ Եթե մարդը այս կյանքի մեջ էսի չի լուծվում, մնացած հարցերը չի կարող լուծվի։ Եվ 30 խոսքում նայեք ինչքան հետարքիր միտք է ասում։ Եվ մի տրտմեցնեք, ուշադրություն դարձեք, որն է կարևոր, մարդը որ անարժան է քեզ ցավացրել է, թե Սուրբ Հոգին որ քեզ սիրում է եւ քեզ առաջնորդում է, ում ես դու ավելի ուշադրություն դարձնում։ Եվ մի տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցաք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն, ամեն բարկություն, ամեն սրտմտություն, աղաղակ, հայոյություն թող վեր առնվի ձեզանից ամեն չարության հետ եւ իրար հետ քաղցր եղեք, գթած եղեք, իրար ներելով, ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց։ Էսի վերջը մենք պետք է ընդունենք, թե չընդունենք։ Էսի հավատացյալները պետք է ապրեն, թե չպետք է ապրեն։ Այսօր մենք ինչ պահանջ ունենք իրարից, մեր ընտանիքից, մեր շրջապատից, մենք ով ենք ընդհանրապես այս աշխարհում։ Արդյոք որ աղաղակում ենք մենք այս աշխարհի աղը եւ լույսն ենք, հալելույա, հա? Ասելը ոչի։ Ասելը ոչի։ Լույսը պետք է լույս տա, աղն էլ պետք է համ տա։ Այն որ ասում են աղանդավոր, գիտեք ինչ է նշանակում աղանդավոր։ Աղանդավոր չի նշանակում ով առաքելական եկեղեցուց չի աղանդավորը։ Աղանդավոր բառը հայերեն բառարանում նշանակում է աղը մեկդի ձգած, համը կորցրած, այսինքն դարձած կրոնավոր։ Անհամ մարդը նայա որ աղը կորցրել է, աղանդ նշանակում է աղը կորցրած, անհամ մարդ, այսինքն կարա անհամ մարդ լինի, անհամ խում լինի, անհամ շակերտների մեջ եկեղեցի լինի։ Ու հիմա եկեք նայենք, այսօր ով է աղանդ, ով է համը կորցրած, նա ով ասում է որ ինքը աղ է, բայց համ չունի։ Այսօր ես ու դու մեր կյանքի մեջ համ տվող մարդիկ ենք, թե չէ։ Այսօր սատանեն կարող է կարացել մի հատ սենց բան գցի քո սրտի մեջ, քանի որ ներելուց ենք խոսում ու սիրելուց, դրա վրա կենտրոնանանք։ Դու այսօր չես կարող սիրես, դու այսօր չես կարող ներես, դու այսօր չես կարող այդ կյանքը քո մեջ ցույց տաս։ Դրա համար ասում է դառնությունը, բարկությունը քո մեջից անի։
Էդի դառը արմատա, էդի պտուղ է տալու, այդ պտուղը քեզ կործանելու է, քեզանից քո խաղաղությունը տանելու է, դու ուրախություն չես ունենալու։ Հələ հեսա կարդալու ենք ուրիշ ինչ չի լինելու քո կյանքի մեջ։ Եվ իրար հետ քաղցր եղեք, գտած իրար ներելով ինչպես Քրիստոս ձեզ արեց, Քրիստոս ոնց մեզ արեց։ Եվ շարունակության մեջ ասում է. արդ նմանող եղեք Աստծուն, ինչպես եղբայրն ասեց, սիրելի որդիներ, Աստծու կողմից սիրած որդիներ, դուք իրա որդիներն եք, արդ նմանող եղեք այդ Աստծուն, որը ձեզ սիրեց, եւ ինչպես սիրելի որդիներ նա եղեք, եւ սերով գնացեք, ինչպես Քրիստոս էլ մեզ սիրեց եւ իր անձը մեզ համար մատնեց։ Հիմա սիրելի քույրեր եղբայրներ, մենք ոնց պետք է լինենք իրար հետ։ Մենք պետք է ներենք բոլորին, առավել Աստծո որդիներին։ Իրանց հետ վաբշե հաշտություն պետք է ունենանք, խաղաղություն պետք է ունենանք, որտեղ Քրիստոսի այրանգինն է, հիշի ինչ արդարություն ուզում ես քո վրա բեր, եթե դու քո աղբորը քրոջը ինչ ուզում ես ասա, չես կարող ներես, համբերես, սիրես, նշանակում է դու խնդիր ունես։ Դու կարող աղաղակես, որ դու ներում սիրում ես, բայց որ եկար կայնար հոր առաջ, չես կարու իրան համոզես, ինձ կարաս համոզես, ես կարող եմ լռեմ, զեն չանեմ, բայց Աստծուն ինչ ես ասելու։ Նոր մարդը ուրիշ է։ Մենք դիցկտենք այդ նոր մարդը ունենան Քրիստոսի մեջ։ Հետարքիր միտքը ասում ստե։ Երկրորդ Կորինթացիս 2 գլուխ 6-ից 8 խոսքը։ Բավական է այսպիսի մարդի համար այն խրատը, որ շատերից եղավ։ Այսուհետև ընդհակառակը ավելի ներեցեք։ Հերիք ասում այսքան խոսացիք, ասեցիք, հերիքա։ Հիմա այսուհետև ճիշտ հակառակն արեք, ուղղակի ներեք։ Հերիքա մարդուն դարձնեք այնին, ոնց որ դուք եք ուզում լինի այդ մարդը։ Ուղղակի ներեցեք էլի։ Այսուհետև ընդհակառակը ավելի ներեցեք եւ մխիթարեցեք, միգուցե շատ սաստիկ տրտմությունից այսպիսին խեղդվի։ Թողեք ներեք, թող ապրի էլի։ Մի փորձեք այդ մարդուն քո ուզածը դարձնես։ Խեղդվի այդ մարդը։ Քո կոմը այսուհետ ուղղակի ների։ Թող ների։ Սրաման աղաչում եմ ձեզ, որ սերը հաստատեցեք նրա վրա։ Փոխանակ մարդուն վրա շատ ճնշում գործադրելու, սիրեք, ներեք։ Թողեք, Աստված գործ կանի։ Մենք ուզում ենք մենք այդ գործը մենակ անենք։ Է որ Տերը տեսավ դու ես ուզում անես, ինքը թողելու է, ինքը չի անելու։ Դու ես խեղդելու ես այդ մարդուն։ Բաներելը եւ թողելը եւ սիրելը դա հոգեվոր բան է։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ես մարդ գիտեմ, իր երեխուն մեկը սպանել էր։ Եվ ինքը ատելությամբ լցվել էր այդ մարդու նկատմամբ։ Եվ այդ թշնամությունից ինքը մեռնում էր։ Ախորժակն է փակվել էր, էլ չէր կարող հաց ուտել։ Ինչ էլ որ զորով ուզում էին կերցնեին, ջուր էլ խմում էր, փսկում էր, չէր կարող։ Էլ չէր աշխատում սաղ օրգանները, այդ ատելությունից, այդ թշնամությունից, այդ վիճակից չներելուց ինքը մեռնում էր արդեն։ Օրգանիզմը արդեն ես ինչ էր եղել, ստրեսային վիճակի մեջ էր։ Եվ մի անձնավորություն, մի եղբայր, երբ որ իր այդ զրուցում է, էսի ասում տանում են իրան, որ աղոթի, էլի։ Մի քանի հանդիպումից հետո այս եղբայրն ասում է, քեզ համար ինչքան էլ աղոթեմ, բժշկություն չկա, էլի։ Քեզ մի բան պիտի ասեմ, բայց չգիտեմ դու կարաս անես, թե չէ։ Ասում է, ինչ անեմ։ Ասում է, վերջը դու Աստծուն ճանաչող անձնավորություն ես, չէ՞։ Ասում է, հա։ Ասում է, պիտի Հիսուս Քրիստոսով ներես։ Ասում է, ում ներեմ։ Մեկին, որ իմ որդուն սպանել է։ Ասում է, պիտի ներես, չներես, չես բժշկվի, խաղաղություն չի գա, դու սենց կմեռնես, դժոխք կեթաս։ Եվ ես անձնավորությունը, որ մտածում ասում է, աղոթի իմ համար, որ կանամ ներեմ։ Աղոթում են, ասում է, քանդվում է, լացում է, ասում է, Տեր, ներում եմ։ Տեր, ներում եմ։ Օգնի ինձ, ներում եմ։ Որ զղջում է, խոստովանում է, բրծնում է, ասում է, հաց տվեք թող ուտի։ Եվ որ հացը ուտում է, այլևս չի փսկում, եւ բժշկվում է։ Ժորժ ջան, էսի հեշտ բան չի։ Ես միտեղ երկու հավատացյալ
անձնավորության տեսա, որ չեմ ուզում ասեմ որտեղ, ոչ Հայաստանում։ Իրանք խնդիր ունեին տարիներ։ Մի քանի անգամ գնացել եմ իրանց մոտ, այդ խնդիրը վերջացած չի եղել։ Իրարից ներողություն են խնդրել։ Իրարից ներողություն են։ Եկեղեցու առաջ կանգնել են, ասել են, որ իրար ներում ենք։ Մենի ասլա ես քեզ եմ ներում, ամեն ասլա ես քեզ եմ ներում։ Մենք իրար հետ հաշտ ենք, մենք իրար հետ խնդիր չունենք։ Բայց խնդիրը չի լուծվում, հա խնդիր ունեն։ Ասում եմ սրտում բան չկա, ինի ասում եմ սրտում բան չկա։ Բայց իրար հետ հարցը չի լուծվում։ Այս վերջի անգամ որ հանդիպում եղավ, նորից հավաքվեցին այդ հարցը նայելու եւ այնտեղ լուրջ մարդիկ են հավաքված այդ հարցը նայելու համար, իրանք էլ լուրջ մարդիկ են։ Վերջում նորից ասեցին ես քեզ ներում եմ, մոռանում եմ, վերջ, էսի վերջնական ներում եմ, մոռանում եմ, այն մեկնայից ես քեզ վերջնական ներում եմ, մոռանում եմ, էլ չենք հիշելու։ Դասին աղոթենք, իշ լավ, աղոթենք փառք ասու, էսի ոնց ասի չէ կներեք, էլի կարելի է այս մի հատ բան ասեմ։ Ասեց ասա։ Ասեցի մի հատ հարց եմ ուզում ձեզ տամ, այս տարիների մեջ մի անգամ ասել ես ինձ կներես։ Ասենք դու միշտ ասում ես, որ դու իրան ներում ես, բայց դու ընդունում ես, որ դու մեղավոր ես, որ ասես ինձ ների, ես մեղավոր եմ, ասել ես։ Դու ասում ես, որ դու իրան ներում ես, ինքը մեղավոր ես տենում, իրան ներում ես, պահը գալիս է դու իրան մեղավոր տենում ես, տենում ես ինքը չի փոխվել, ինքն էլ քեզ անուն ձև տենում։ Դու երբևիցե ասել ես, ես քեզ ցավացրել եմ։ Ների ինձ, աղբերս, ների, խնդրում եմ էլի։ Ես մեղավոր եմ, ների ինձ, ասել ես։ Ոչ չէ։ Ես պիտի ասեմ։ Այն մեկն ասում, ես պիտի ասեմ, ասում եմ, բայց սրանց համար եք աղոթում։ Եք ստո իրան մեղավոր են տենում։ Երբ որ մի քիչ հորդորեցինք, այդ մեկը ասեց ինձ ների։ Իրոք ես մեղավոր, ես քեզ ցավացրել եմ։ Ինձ ների էդի ասելուց կամաց առաջինը, երկրորդը մի քիչ բարձր, երրորդը գոռալով աշկերից արցունքները թափեց։ Այն նույնը նույն ձև լացեց, ասեց դու էլ ինձ ների աղբերես, ախր դու չես մեղավոր, ես եմ, բան փոխվավ, իրավիճակ փոխվավ, մարդը ախր իրան միշտ տենում արդար դիմացինին մեղավոր, բա քեզ խի մեղավոր չես տենում, բա խի չես տենում, որ Աստված քեզ է ներելա, եղբայրը կարդաց չէ, ասեց մեկին Աստված ներեց, գիտեք դա ինչքան էր ները, ասեմ, մոտավորապես, ես հաստատ չեմ կարող ասեմ, բայց մոտավոր հաշվարկով, որովհետև դա կախված ոսկու արժեքի հետ, ինքը փոփոխման է ենթարկվում։ Օրինակ այն ժամանակ, որ ոսկին արժեր $20, ուրիշ գիներ, հիմա արժի $60, ուրիշ գիներ։ Բայց մոտավորապես հաշվարկով, որ վերածենք, մոտավորապես կարող եմ մի քիչ սխալվեմ հիմա, որովհետև հին հաշվարկ է։ Մոտավորապես այս թագավորը, որ իր ծառային ներեց, որ կնոջը չվերցրեց, ընտանիքը չվերցրեց, տունը չվերցրեց, ներեց, այսինքն Հիսուսը որ մեզ ներեց, այս մոտավորապես 4.5 միլիարդ էր, որ այդ մարդուն ներեց։ Որ ասես չեմ ուզում, ներում եմ, գնա ապրի։ Որ խնդրեցի ներում, ներողություն գնա ապրի։ Հետո օրեսի գնաց գտավ, որ մեկը իրան պարտք էր այդ տաղանդը, գիտեք ինչքան էր պարտք, մոտ $4,000, մոտ։ Բայց 4.5 միլիարդ իրան ներել է, ինքը $4,000 չի կարող ների, ասում է կնգանտար, երեխուն բեր ստրուկ։ Աստված այս որ դու չներեցիր, ինձ չսովորար ներել։ Ես քեզ սենց ներում արեցի, որ դու չսովորար ինձ ներել, ուրեմն ես քեզ չեմ ներում, դու պիտի եթաս դժոխք։ Հիմա Աստված մեզ այսքան ներել է, մենք մեր մեղքը չենք ճանաչում։ Մենք մեր ով ելնելը չենք ճանաչում։ Աստված ինչ արել մեր համար մենք էդի չենք ճանաչում, բայց Աստված թույլ է տվել, ինչ որ մեկը մի բան արե մեր հանդեպ, մենք չենք կարող ներենք։ Որ դուս խաղաղություն կունենանք։ Աստվածային կյանքի խաղաղությունը որ դուս կունենանք։ Կանանաս խաղաղություն ունենաս Քրիստոսի մեջ։ Որ չներեցիր, անդրացար, կյանքի հետ կապ չունես։ Դրա համար խաղաղությունը գնացել է ժողովուրդ ջան։ Թող Տերը մեզի օգնական լինի, Տերը զորացնի։ Որսի ես ու դու կարողանանք այդ կյանքի հետ հաղորդ լինենք, ժողովուրդ ջան, այդ կյանքի հետ հաղորդ լինենք։ Եվս մեկ համար ուզում եմ կարդամ, Մարկոսի ավետարան 11-րդ գլուխն եմ կարդում, 21 խոսքից։ Եվ երբ իրիկուն եղավ,
Քաղաքից դուրս եկավ եւ առավոտանց անցնելիս տեսան այն թզենի ծառը արմատից չորացած։ Եվ Պետրոսը հիշելով ասեց նրան. «Ռաբբի, տես, թզենին, որ անիծեցից չորացավ»։ Եվ Հիսուս պատասխանեց եւ ասեց նրան. «Աստծո հավատք ունեցեք, Աստծո հավատք ունեցեք, որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ով որ այս սարին ասի վեր կաց եւ ծովը ընկի եւ իր սրտում չերկմտի, բայց հավատա թե ինչ որ ասում է կլինի, կլինի, որ ասե»։ Այսքանը լավ հիշում ենք, չէ՞։ Այսքանը լավ հիշում ենք, չէ՞ Սաղաս։ Ու մեկ հելնում ասում ենք, ով սար հելի ընկի ծովը չի ընկնում։ Ով հոգս մեզանից հեռացի չի հեռանում։ Ով պրոբլեմ մեզ թող չի թողում։ Ով խաղաղություն արի մեր կյանքի մեջ չի գալի։ Ով ֆինանսական պրոբլեմ լուծվի մեր կյանքում չի լուծվում։ Բայց Աստված ասել է սարը կետ հայես քեզ հարցերը չի լուծվում իմ կյանքում։ Ինչի՞ ես դժվարությունները իմ աղոթքը խի չի լսում Աստված։ Շատ հաճախ ասեմ, տարբեր պայմաններ կա, բայց պայմաններից մեկը Հիսուսն այստեղ ասում է ամենակարևորը։ Սրա համար ասում եմ ձեզ, ամեն ինչ որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք թե կառնեք եւ կլինի ձեզ։ Առաջին, աղոթելուց ինչ է պետք։ Հավատք, որպեսզի կատարվի քո աղոթքդ լսվի։ Եվ որ ժամանակ որ կանգնեք աղոթք անեք, ներեցեք, եթե մեկի դեմ բան ունեք, որովհետև ձեր հայրը որ երկնքումն է, ձեր հանցանքը կթողե, բայց եթե դուք չներեք, ձեր հայրն է որ երկնքում է, ձեր հանցանքը չի թողի ձեզ։ Հիմա պայման է, մենք այն ներելը հանել ենք, ասում ենք Տեր Հիսուս, հալելույա, հավատքով խնդրում ենք։ Հիսուսն ասում է չէ, մի րոպե, հավատքը լավ է որ կա, բայց ես չէ որ պայմանն ասել եմ։ Եթե ուզում եք ձեր աղոթքը պատասխանվի, ձեր աղոթքի մեջ եղբայրը հայրն ասեց, չէ, հայր, ների մեզ այնպես, պայմանա դրե, մենք ամեն օր էդի ասում ենք, ես հիշում եմ մի եղբայր, ինձ ասեց, Ռուձիկ եղբայր, ես հայմերը հենց հասնում եմ այդտեղը չեմ ասում, որտեղ վախում եմ, ասում եմ, ես մեկը կա չեմ կանում դրան ներեմ, ես ոնց ասեմ ների ինձ այնպես, չէ թող ինքը ձև չների, թող Հիսուսն ինձ ների, որ ես դժոխք չետամ, բայց ես դրան չեմ կամնեմ, հայմերին ոնց ասեմ ների ինձ այնպես ինչպես ես, էձե որ ների ես դժոխք կետամ։ Սրանց մի ժամանակ առաջ էր, տարիներ առաջ էր էդի։ Հարցրեցի ասի հեն հայմերն ասում ես, ասում հա արդեն ասում եմ հայմերը, որովհետև ներել եմ։ Իսկ այն հայմերը չէր կարող ասել մարդը։ Որովհետև չէր ները։ Ասում ես ինքը գիտակցում է, որ Հիսուսն իրան չների իրավիճակն ինչ կլինի, բայց ինքն էլ հասկանում որ ինքը չի կարող ների։ Հայմերի այդքան տեղը հասպեր չէր ասում։ Բայց իրան թվում էր, որ ինքը չի ասում, էդի չի կատարվում։ Չէր ներվում իրան։ Հիմա Հիսուսն ասում է, եթե աղոթես, ինչ խնդրես կառնես, եթե հավատքով խնդրես, բայց եթե աղոթք անես, հիշի, եթե մեկի դեմ բան ունես, թող ների, եղբայրը կարծած գնա, ընծած մատուցելուց առաջ, աղոթքը տանելուց, որովհետև աղոթն էլ ընծայ է, հələ չեմ հասնում հաղորդությունը, չեմ հասնում, ասեն թե նվերը տիրոջ, ասում է թող, գնա հաշտվի, սրտիդ մեջ ների, Այն մարդկա իր եղբորը չի ներում, հաղորդության են գալիս նստում, ուշ գալիս է, որ մեկին չբարևի պաչի, հաղորդությունը չպրծած այդում է, որ ոչ մեկին չբարևի չպաչի, ոչ մեկին չի սիրում, բայց եկել է հաղորդության է մասնակցում, լավ է անում, ով պետք է դրա դատապարտություն ընդունի, ինքը, Պողոս ասում ինչ խեղճալի մարդ եմ ես, այ ժողովուրդ ջան, առանց Հիսուս եւ առանց նրա խոսքի դու ոչինչ անել չես կարող։ Եթե չես սիրում մեկին եւ չես ներում մեկին, դու խաղաղություն չես կարող ունենաս։ Եվ ավելին քո աղոթների պատասխանը չես կարող առնես Տիրոջից։ Քո ընծա չի ընդունվելու։ Ինչ ուզում ես արա, ուզում ես գիշեր ցերեկ վազի Տիրոջ տան մեջ։ Ուզում ես գնա ընկի անապատները, փողոցները, մուսուլմանական երկրները, քարոզի Հիսուս Քրիստոս։ Օգուտ չունի։ Ասма եթե չես սիրում քո եղբորը, կյանքդ էլ դնես, օգուտ չունես, որովհետև չես ժառանգելու երկինքը։ Սրանով դի տարբերվենք մնացածից։ Մեր սիրով, մեր բարեգործություններով, մեր ներելով, մեր քաղցրությունով,
մեր համբերությունով, մեր երկայնամտությունով եւ մեծ լինելով մյուսներից։ Իսկ մեծը եւ ուժեղն է ներում, համբերում, սիրում, տալիս, օգնում, առատաձեռ լինում։ Դու Աստծո որդի ես։ Քրիստոսի ժառանգությունը կրողն ես։ Ուրեմն Աստծո որդուն վայել կերպով եկեք ապրենք։ Ու եթե ունենք պակասություններ, հասկանանք, որ մեր հին մարդը գլուխ է բարձրացրել, չէ, նոր մարդուն տեղ տանք։ Հիշի, ուրիշին մեղադրելով քո մեղքը չես արդարացնի։ Հիմա մեկը սխալ է անում, սխալ է վարվում, դժոխք է եթում, ինչ, իրան նայես, դու էլ դժոխք եթաս, դու էլ սխալ անես, ինքը թերություն ունի, դու էլ թերություններ անես, ինքը պակասություն ունի, դու էլ պակասություններ անես, ինքը կապաշխարի, բա որ դու չկարողանաս ապաշխարես, ինքը տկարացել է, Աստված կկանգնացնի, բայց դու իրան նայելով գիտակցաբար ես անում, ասպես ինքը անում է, ես էլ պիտի անեմ, հիմա դու իրան նայելով ես անում, իսկ ինքը տկարացել է, ինքը կանգնի, բայց դու ապաշխարության տեղ կգտնես, թե չես գտնի։ Սիրելի քույրեր, եղբայրներ, Տերը թող օգնական լինի, որովհետեւ ես ու դու որպես հոգևոր մարդիկ կարողանանք այս հավատքն ունենանք, որպես Աստծո որդիներ, Աստվածային կյանքը կրենք մեր մեջ եւ նրա ժառանգությունը մեր ուրախությունը լինի։ Մենք նպատակը երկինքը լինի եւ ապրելը երկինք գնալու համար լինի։ Ու ոչ մեկ, հիշեք, ես միշտ ասել եմ, կրկնում եմ, ոչ մեկ այս երկրագնդի վրա ով ուզում է լինի, չունի այդ արժանիքը, որ դրա պատճառով ես ու դու դժոխք եթանք ու ամբողջ հավիտենություն տառապենք։ Չկա այդ ձև մարդ, որ դրա արժանիք ունի, որ ես իր համար դժոխք եթամ։ Ես ընտրել եմ երկինք եթալը։ Ես ընտրել եմ Քրիստոսին իմ կյանքի մեջ։ Եվ ես ուզում եմ հավիտենական արքայություն ունենամ։ Ոչինչ, մի քանի բան էլ թող իմ սրտով չլինի, Հիսուսի սրտով լինի, Զատո Հավիտյան Հիսուսի հետ եմ ապրելու։ Ոչինչ, թող մարդիկ ինձ մի երկու հատ էլ ավելորդ բան ասեն։ Այդ կասենք, անստիվում չեն ասել, որ Հիսուսին էլ են ասել, ինչ անենք։ Դրա մասին մի մտածի։ Սատանն են սարը, որ ավետանով ապրող մարդուն ասեն խեղճ է, այս ինչ է, մի հատ անարգանք խոսք ասեն, ոչ թող ասեն։ Այդ խոսքի համար ես դժոխք չեմ եթալու։ Ես սիրեմ, ես ներեմ, դու սիրի, դու ների, դու Քրիստոսի հետևից գնա, մենք Քրիստոսի խոսքը պահենք, ով ինչ ուզում է ասի։ Մեկը ասելու են, ինչ էլ անես ասելու են, ավելի լավ է Հիսուսին հաճելի եղի։ Ինչ ուզում ես արա, մեկը ասելու են, ավելի լավ է Հիսուսին հաճելի եղի, որ երկինք եթաս։ Այդ ձև չի։ Միշտ էլ ասել են էլի, ինչ էլ այլս ասել են էլի։ Մեկ-մեկ բարություն ենք անում, այդ դրան են վատ բան ասում։ Ինչ անենք, բարություն չանենք, Աստված լավ բարի եղի, որ դու բարի ես, հիմա չես կարա չարություն անես, մի բարություն անես։ Անում ես էլի մի բան ասում են, ինչ անենք, էլ չանես բարություն։ Կոտրվես էլ չանես։ Աստծուն ծառայում ես, մի բան ասում են։ Պողոս առաքյալն ասում էր, հալած անգամ դրսից, համ ներսից։ Ինչ ասում էր, էլ չեմ ծառայի։ Չէ, ասում էր։ Ոչինչ, ես կծառայեմ, թող հալածեն։ Իմ ծառայությունը էլ կտենան, ասում փառք կտան, Աստված կփառավորվի, կարող է իրանք է ոգևորվեն, իրանք է ծառայեն, ինչ կա որ։ Նվիրվեք Աստծուն, Աստծո համար ապրեք, Աստծուն ծառայեք, Աստծո տունը սիրեք, Աստծո ժողովրդին սիրեք, Աստծուն պաշտեք, Աստծուն երկրպագեք, ձեր կյանքերը դրեք Աստծո փառքի համար, Աստծո խոսքը ձեր կյանքերի մեջ բարձրացրեք եւ հիշեք, փրկությունը անձնական է, անհատական է եւ քեզ համար է։ Ինչպես ապրեցիր Աստծո հետ եւ ինչպես ապրեցիր Աստծո առաջ, ինչպես հարցեր լուծեցիր Աստծո հետ, այդ ձև էլ քո հարցը լուծվելու է եւ Աստված այդպես քեզ ընդունելու է։ Որովհետեւ դու ես մարմնի մեջ լինելու եւ այդ մարմինը երկինք է մտնելու։ Մտար մեջը մարմնի հետը երկինք կմտնես, չէ՞, չես մտնի։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Եվ Տերը տա, որ մենք այստեղ նստածներս բոլորս, երբ որ կգա ժամանակը, այսպես երկնքում իրար հետ հավիտենական Աստծո փառքը վայելենք։ Այսօր մի բան նայում եմ, եսի ասեմ վերջացնեմ։ Լավ բան եմ ասում։ Մի բան նայում եմ, այդ հափշտակության կարճ մի դրվագ էր։ Մայրը գրգել էր երեխու սենց, մեկ էլ սա երեխեն չկա, սա շորերը մնաց ձեռի մեջ, երեխեն չկա։ Սա սխարվավիրոր նայմա շո երեխեն չկա։ Ասում ինչքան դառնա, չէ։ Երեխեն գնաց հափշտակվավ, մերը մնաց։ Ամուսիններով իրար կողք նստած էին, կինը գնաց, ամուսինը մնաց։ Ժողովուրդ ջան,
Մի տեղ ամուսինը գնաց, կինը մնաց, հենց ասեմ հավասար։ Հիմա ասածից նպատակն ի՞նչ է, Հիսուսն ասում է տանիքում կլինեն, մեկը կվերցվի, մեկը կմնա, չէ՞։ Դաշտում կլինեն, մեկը կվերցվի, մեկը կմնա։ Ես հարց եմ ուզում տամ ինձ ու քեզ։ Այդ օրը գալու է եւ շատ մոտ է։ Անկեղծ, մենք միշտ ասել ենք մոտ է, բայց ախր ամեն օր տենում ենք որ ավելի մոտ է, էլի ժողովուրդ ջան։ Այսօր աշխարհը ինչ է կատարում, որ մի հատ նայեք ինչ է կատարում։ Սենց բան, երբ է եղել։ Այսօր ամբողջ աշխարհի իրադարձությունները բերում են նրան, որ ների գալուստը պատրաստվի, որը նշանակում է, որ մենք սպասում ենք մեր Քրիստոսին։ Այսինքն հափշտակության օրը մոտենում է։ Հարց եմ ուզում տամ։ Դու ո՞նց ես մտածում։ Օրինակ հիմա հափշտակություն լինի։ Այ հենց հիմա հափշտակություն լինի։ Այ Երանից դե մարդ չմնա, էլի։ Երանի մարդ չմնա։ Բայց ամենասարսափելին կլինի, որ քարոզիչը քարոզիչը դրա մարդ չկա ինքը մնացել է, չէ՞։ Ժողովուրդ ջան, քարոզիչից սկսած, հովից սկսած, բոլոր եկեղեցու անդամներով վերջացրած, պետք է շատ զգուշ լինենք, շատ զգուշ, որովհետև ժամը գալիս է քրելի քույրեր եղբայրներ, հավատքի կյանքը խաղ ու պար հոչի, հոգևոր կյանքը լուրջ հարց է։ Ամեն րոպե, իհարկե մենք չգիտենք, ամեն րոպե կանգնում ես Աստծո առաջ եւ ինչ ես ասելու, բայց սարսափելի բան է լինելու։ Իմ համար գոնե ես իմ պատկերացման մեջ մեկ պատկերացումներով, չգիտեմ, այդում եմ այդ հափշտակության օրը նայում եմ, էլի։ Ասես դե պատկերացնում ես, դու նստած ելնես, կողքին այդ հափշտակվի ու դու չհափշտակվես ու դու հասկանում ես ինչա կատարվում։ Դրանից սարսափելի բան ես չեմ պատկերացնում։ Դրանից ծանր վիճակ ես չեմ պատկերացնում, որ դու գիտես ինչա տեղի ունեցել ու դու չես գնացել։ Դրա համար Աստծո խոսքն ասում է արթուն եղեք, աղոթք արեք, որ այդ օրը հանգարց չգա քո վրա։ Ժողովուրդ ջան, Աստծուն սիրեք, Աստծուն պաշտեք, Աստծո խոսքը վեր պահեք, հոգևոր կյանքը սիրեք, Աստծո հետ ապրելը սիրեք, հոգով գնացեք, Աստծուն հաճելի կյանք ապրեք, սաղ սուտ է, սաղ դրեք մի կողմ։ Աստված ամեն հարց հոգում այրազավակների համար։ Առաջի հարցը քո կյանքում թող լինի երկին գնալու համար ապրելը։ Մեր նպատակը դա է, մնացածը Աստված կանի։ Կարանք ասենք այո, ամեն։ Թող Տիրոջ անունը փառավորվի, թող Տերը մեծարվի եւ մեր սրտերը տանք Տիրոջը, որպես նոր արարածներ Քրիստոսի նման, այսօր այդ ապրանք Հիսուսի անվան եւ Հիսուսի փառքի համար։ Ժողովուրդ ջան, փրկությունը լավ բան է, բայց ձգտեք շատ վարձքեր հավաքեք։ Վարձք, շատ վարձք հավաքեք երկնքում, որովհետեւ վարձքը ուրիշ բան է։ Որ այդ հang երկին կհասկանաք ինչ է նշանակում փրկություն, ինչ է նշանակում փրկություն, որ ունի վարձք։ Թող Տերը օգնական լինի, որ մենք դադար չտանք վարձքով այդ հang երկինք։ Թող Տիրոջ անունը մեծարվի, կանգնենք աղոթքի։